Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն, համեղ կիրակին է եթերում։ Այսօր մեզ մոտ է, այսօր եւ միշտ մեզ մոտ է Համլետը տաղավարում եւ ինչով եմ ես ուրախ Համլետ, որ դու բոլորին գրեթե արդեն թեթևացրել ես իրենց հոգսերը եւ ընդամենը գրելով Քաղցր շաբաթ համեղ կիրակի դուք արդեն մի մեծ բազա, մի գրադարան բաղադրատոմսեր ունեք, նաեւ քաղցրավենիքներ ունեք, այնպես որ ես ուրախ եմ, որ դու կաս։ Մանապես, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր էլ չենք շեղում մեր ավանդույթներից, շատ հետաքրքիր ուտեստ ենք պատրաստելու, հայկական ձևաչափ, բոլորի կողմից շատ սիրված տժվժիկ։ Օ, տժվժիկ։ Այո։ Տժվժում ենք, սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Սկսեցինք, եւ ինչ է մեզ հարկավոր տժվժիկ պատրաստելու համար։ Տժվժիկ պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ, բաղադրիչները շատ պարզ են, տավարի թոք ենք վերցնելու, կարագ, մի փոքր մեր արթուր գործընկերոջ կողմից շատ համեղ պատրաստած աջիկա, սող, թարխուն, մի փոքր էլ բուսայով ենք օգտագործելու եւ իհարկե տժվժիկը մատուցելու եմ էլի ավանդական խոհանոցին բնորոշ, այդպես ոսպով բրնձով փլով ենք պատրաստելու, բոլորը միասին դες հետաքրքիր մատուցելու ենք։ Սոխն էլ կտրելու ենք բարակ, բարակ։ Բիբերը չունենք բարակ։ Այս տժվժիկն էլ է բարակ, նորմալ է։ Նորմալ է, մենք ավելի ենք բարակացնելու, պատրաստման բաղադրատոմսի հիմքում հենց կարևորը այն է, որ շատ բարակ լինի ու շատ արագ տապակման պրոցես լինի, դրա համար հեսա ցույց կտամ ոնց պետք է կտրենք։ Շատ լավ, այսօր ես քեզ շատ հարցեր ունեմ, ուրեմն 90-ական թվականներին ես հիշում եմ, որ մենք տժվժիկը երբ որ գնում էինք, այն ժամանակ մի քիչ ստուգել եւ այլն, ով ինչ ուներ վաճառում էր, հա։ Եվ ոնց էինք ստուգում տժվժիկը արդյոք ուտելի է թե ոչ, մի կտոր գցում էինք եռմանջերի մեջ եւ երբ որ տեսնում ենք որ մեջից ворթերը դուրս էին գալիս, ապա դա արդեն պիտանի չէր։ Հիմա կա նման երևույթ։ Հիմա բնականաբար լինում են նման երևույթներ, բայց այդ ամեն ինչը արդեն սննդի տեսչության կողմից վերահսկվում է, այսինքն համապատասխան կետեր կան, որտեղ միսմորթեն իրականացնում, բժշկական բոլոր զննությունն անցնում են, նոր վաճառք է դուրս գալիս, իսկ ովքեր էլ որ չեն հետևում օրենքին, բնականաբար զրկվում են լիցենզիայից եւ իրավունք չեն ունենում վաճառք իրականացնելու։ Գիտես ինձ ինչն են անհանգստացնում, շատ օրինակ գյուղերում մարդիկ վստահ կովին կթում են, կաթը խմում են, պանիր են պատրաստում, հա, պանիրը չեն եռացնում, պանիրներ կան, որ չեն եռացնում, չնայած ստերիլիզացնում են, միս են ուտում, հենց թոքն են ուտում և չեն ստուգում, իրենց կովն է, իրենց… Իրականում պրոցեսը դա ավելի շատ մարդ իր գործի վրա է վստահ լինում, այսինքն երբ որ մարդը վստահ է, որ ինքը շատ լավ է սնում, անասունին շատ լավ պահում է, նույնիսկ անգամ այդ ամենից հետո միևնույն է հին ավանդական ձևերով զննությունն ու ստուգումը անցնում է, բայց հիմնականում նման պարագաներում ավելի նորմալ է լինում, քանի որ ժամանակին պատվաստումներ են համապատասխանարվում, համապատասխան ձևաչափով բժշկական զննություններ են իրականացվում ու այդ պարագայում ինքը էլի նույն ձև արդյունավետ է։ 90-ականներին այդ ամեն ինչը չկար համապատասխան դեղորայքը, չկային համապատասխան լիցենզավորում անցած անասնաբուժերը, որոնք զուտ այն ժամանակ կար բան, չէ, գրպանը գումարը դնում էինք, ստորագրում անցնում էին։ Հիմա դա չկա, հիմա պարտավոր են այդ ամեն ինչը վերահսկել։ Հրաշալի, ամեն ինչ շատ լավ է։ Ես երևի թե կանաչին սկսեմ։ Այո, ես ձեզ կխնդրեմ թարխունի տերևները պոկել, մենք թարխունով ենք պատրաստելու տժվժիկը, ես անցնեմ սոխի կտրատմանը, որից հետո արդեն թոքի մշակմանը։ Մինչ այդ արդեն ջուր դրել ենք եռալու, որպեսզի պատրաստենք բրնձով ոսպով փլովը։ Նաև լավ լուր ունենք, Համլետը գտել է իր դանակները և այս հաղորդման շնորհիվ ի դեպ, չէ։ Այո, մեծ ազդեցություն է ունեցել, հաղորդում դիտելուց հետո շատերն են զանգահարել, նույնիսկ անգամ մայրիկս որ տեղյակ չէր զանգել էր, որ տղա ջան ոնց դանակները կորել է, ասի արդեն գտել ենք։ Փաստորեն հեռուստադիտողը կարող է YouTube-յան ալիքով մեզ գրել, թե ինչ է կորցրել և մենք կփորձենք գտնել այն։ Այո։ Ես ճիշտ եմ անում, չէ, տերևները առանձնացնում եմ։ Այո, ինձ ընդհանրապես տերևներն են հարկավոր, ոչ ամբողջինը, դա շատ կլինի։ Հա։ Մոտավորապես մի 10 գրամի չափով։ Պատրաստելու գործընթացը ամենակարևորը ճիշտ ջերմաստիճանում տապակելն է, որի մասին բազմիցս արդեն հաղորդումների ժամանակ խոսացել ենք, որ անհրաժեշտ է տապակել այնպես, որ
ստանալ ոսկեգույն զանգված, համապատասխան ջերմաստիճանում տապակը իրականացնել, որպեսզի չվառվի, կարագը ճիշտ ջերմաստիճանի ժամանակ գցել, որպեսզի վառվելու process չսկսի ու խոլեստերին եւ թունավոր նյութեր չառաջանան տապակման ժամանակ։ Դե ավանդույթ կար, չէ, եթե կհիշեք, ժամանակին մեր տատիկները, որ յուղը հալում էին, մարմանդ կրակի վրա էին կարագը դնում, որպեսզի այդ եփման process-ի ժամանակ այրում չիրականանար ու առանձին սպիտակ շիճուկ էր առանձնանում, որ անդադ հավաքում էին, իսկ եթե ջերմաստիճանը բարձր է կանում, յուղերը վառվում են ու այդ պատճառով յուղը չի ստացվում, այն սևանում է։ Կոնցերոգեն նյութեր են առաջանում եւ խոլեստերին ու այն օգտագործմանը պիտանի չէ։ Համլետ, այսպեսի մի հարց է առաջացել ինձ մոտ, ուզում եմ մի քիչ խոսել տրյուֆելի մասին, տրյուֆել սնկի մասին։ Այո։ Բնականաբար չեմ հարցնում, դու տեղեկացված ես թե չէ, որովհետև վստահ եմ, որ տեղյակ ես։ Գիտեմ, որ հնարավոր չի աճեցնել, դա աճում է մետր կամ կես մետր խորության վրա ծառի արմատների, հա։ Մի քիչ ավելի բարձր, ոչ կես մետրը շատ է։ Ավելի բարձր։ Հա, մոտ 10-15 սանտիմ խորության վրա են իրանք աճում։ Ահա։ Մի քիչ process-ը այնպեսին է, որ ինչքանով ես եմ տեղեկացված, դա կենդանների փտման process-ի արդյունքում է առաջանում, երկար ժամանակ այդ տորֆային process-ների արդյունքում է սունկը առաջանում, շատ դժվար է հայթայթել սունկը։ Ահա։ 3 տեսակ է լինում, սև, սպիտակ եւ ամառային։ Ահա, եւ արժե 200 եվրոից մինչեւ 10000 եվրո։ Դա սպիտակ տեսակի մասին է խոսքը, ֆրանսիական սպիտակ տրուֆելի մասին է խոսքը, որը շատ դժվար է, հատուկ ժամանակահատված կա, որ այն լինում է ու հատուկ շներ կան, որոնց միջոցով այդ տրուֆել սունկը գտնում են։ Մեր տարածաշրջանում էլ շատ է լինում, այո։ Իրոք ունենք այդ շներից, որ գտնում են։ Շներից էլ ունենք, տրյուֆելից էլ ունենք, մեր մոտ ամառային տրյուֆելն է լինում։ Դա արտաքնապես սև կարտոֆիլին, կեղտոտ կարտոֆիլին նման տեսք ունեցող սունկ է։ Ահա։ Մեջը կտրելուց հետո սպիտակ է ամբողջությամբ սև երանգներով, ոնց որ մարմարի քարը։ Դա ամառային տեսակն է, Հայաստանում լինում է։ Իսկ մենք ունենք այդպիսի ռեստորան, որտեղ մատուցում են, պատրաստում են։ Շատ ունենք, այո։ Ինքը որպես այդպիսին ուտեստ Իրանից չեն պատրաստում, ինքը ավելի շատ որպես համեմունք հավելում է գնում, քանի որ շատ արտահայտիչ բույր ու համ ունի։ Դրա համար շատ չնչին քանակությամբ հատուկ քերիչների միջոցով պաստաների, պիցաների վրա մի փոքր քերելով ավելացնում են ու դրանից արդեն իսկ ուտեստի համը փոխվում է։ Բացի այդ, արդյունավետ չէ Իրանից ուտեստներ պատրաստել, քանի որ գինը շատ բարձր է, այսինքն կիլոգրամի արժեքը մոտարպես 200 եվրոից մինչև 10000 եվրո, ասում եմ 200 եվրոն, եթե պատրաստման process-ն էլ լինի, եռապատկելով ուտեստը մինիմում 600 եվրո արժողություն կունենա։ Ու անիմաստ է, բացի այդ, ինձ թվում է չի լինի մարդ, ով ամբողջությամբ պատրաստի տրուֆելը կարող է ուտել։ Ես կերել եմ մի անգամ, դա էի ուզում հարցնել։ Ինքը սենց բավականին հապլիկ ծակոտիներով, շատ հետաքրքիր համ ուներ, բայց անսով չեմ կարող բացատրել։ Անսովոր արտահայտիչ շատ համ ունի։ Այ դա էի ուզում հարցնել, դա ինչպես են պատրաստում։ Համը։ Չէ, այդ սունկը ինչպես են պատրաստում։ Սունկը հենց ինք իրանով այդպիսի պատրաստման եղանակ չունի։ Չունի։ Որովհետև շատ քիչ դեպքերում են իրան ինչ որ ջերմային մշակումներ ու բաներ տալիս, քանի որ շատ թանկ արժողություն ունի։ Այդ պատճառով իրան որպես հիմնականում իր սուր հոտի ու սուր համի պատճառով էլ նաև օգտագործում են հիմնականում որպես հավելում համեմունք։ Բայց ես կերել եմ պատրաստի։ Մի կտորն է կերել, չէ։ Դա մոտավորապես 30 գրամ է։ Դա որպես դելիկատես հիմնականում շեֆ-թեյբլ կարգավիճակ ունեցող ռեստորաններում, երբ որ ուտեստի հիմքում ընկած է, այսինքն տրուֆելը կարող են մատուցել ինչ-որ մի սոուսով, ներկայացնել այդպեսին, բայց ինքը ամբողջական ուտեստ 250-ից 300 գրամանոց չեն պատրաստում։ Զուտ համային բալանսը հասկանալու համար դուք փորձել եք, բայց պատկերացնում եք այդ նույն համային այդ անսովոր համով ու հոտով ուտեստը մոտավորապես 10 անգամ ավելի շատ լիներ։ Չէ, հնարավոր չէ։ Ինքը որպես դելիկատես է համարվում, ինչպես օրինակ սպիտակ արծաթագույն խավիարը, նույնձև տրուֆելը, շատ հազվեգուտ ու շատ թանկ արժողություն ունեցող։ Արծաթագույն խավիար։ Այո։ Սպիտակ լսել էի, բայց ինքը հենց սպիտակի մասին է խոսքը, ինքը ավելի շատ արծաթագույնն է ու շատ թանկ արժի էլի, մոտ
20,000 ԱՄՆ դոլարին համարժեք սկսում է աճուրդային գինը։ Ես զարմանում եմ, գիտեք, մարդ կարող է դնել իր դիմաց $20,000 եւ ուտել։ Իրականում կան Կան այդպիսի մարդիկ, մարդիկ։ այո։ Հետաքրքիր է։ Ես իմ գործը արեցի։ Շատ լավ է։ Ես էլ իմ գործն Ես կարող եմ բացել մառանիկի բրինձը եւ ոսպը։ Սկզբից շոկեխաշենք ոսպը, առանձնացնենք, հետո արդեն շոկեխասենք շենք բրինձը։ Ու ամեն ինչը միասին կմիացնենք, Առանձին ենք։ առանձին շոկեխաշում ենք, Ահա։ հետո միասին Միասին Ամանդայի հետ հիմա զրուցում ենք։ Ողջույն Ամանդա։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Դե մենք միշտ լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Ես լավ եմ։ Հիշեցի մեր հայկական հրաշալի ֆիլմը Տժվժիկ աղեք էր։ Այնքան հաճելի է լսել Համլետին, ամեն ինչի մասին շատ մեծ սիրով պատմում է եւ ամենակարևորը մաչելի լեզվով։ Այո, իսկապես ամեն ինչի մասին գիտի։ Ես փորձում եմ մեկ-մեկ Համլետին, ասեցի հարցնեմ այնպեսի մի բան, որ տեսնեմ, գուցե չպատասխանի, բայց պատասխանեց։ Ինչպես ասում են հայերը, տեսած տղա է։ Այո։ Դե լավ, դու պատրաստեք տժվժիկը, սոխը բարակ կտրեք, իսկ ես խոսեմ մառանիկի մասին։ Մառանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շնորհակալություն։ Ամանդան ասում է տեսած տղա է, բայց այստեղ ես ավելի կասեի շատ պրոֆեսիոնալ իր գործի մեջ տղա է։ Քեզանից էինք բան ասում։ իրականում տրյուֆել սումկա Հայաստանի տարածաշրջանում Դիլիջանում կարծում եմ։ Այո, Դիլիջանում կա։ Ամառային տեսակներ դա հատուկ սեզոններն է որ գտնում են ու էլի գինը վատ գին չի, մոտավորապես 40,000-ից մինչև 200,000-ի մեջ կարող է տատանվել, կախված չափից ու որակից, դա որոշում է արդեն իր համի ու հոտի արդյունքում, կամ որ թույլ են համերը, ավելի էժան է, կամ որ ավելի արտահայտիչ համերը, ավելի գինը բարձր է լինում։ Իսկ եթե ուզում ես այդպիսի շուն ունենալ, որ տրուֆել է գտնում, որտեղից այդ շանը բերես, լավ բիզնես է։ Որսորդական շներն են, ցեղատեսակը ես պայն չեմ կարող ճիշտ հիշել ասել, բայց որսորդական շներն են ու առաջին անգամ որսի արդյունքում այդ սնկերը հայտնաբերվել Ֆրանսիայում եւ եվրոպական մի շարք պետություններում սովորություն է շատ շներով որս անել, 10-12 շներ անտառներում բրախել են ու հետևից գնացել են որպեսզի որսը որսան ու այդ արդյունքում ոնց որ հայտնաբերել են սունկը ու այդպես զարգացում է ստացել։ Գիտես ինչն է հետաքրքիր, առաջին անգամ մարդը դեռ ծանոթ չի եղել թունավոր սունկ, սովորական ուտելի սունկ, ինչպես քո պատկերացումով, ինչպես է դա տեղի ունեցել։ Չկար լաբորատորիա, չկար բժշկություն, հա։ Ինձ թվում է զուտ փորձել են, որից թունավորվել, որի չէ։ Այդպես իրականում բազմազանություն է սնկերի ամբողջ աշխարհով տիրում։ Ու վերջերս նաև մի սնկի տեսակ Հայաստանում, եթե ճիշտ եմ հիշում, հայտնաբերել են, որ երբևիցե դեռ հայտնաբերված չէր եղել, էլի Դիլիջանում, ու եւս մեկ սնկի տեսակ հայտնաբերվել էր Չինաստանում, որի նմանատիպ սունկը Արգենտինայում եւ Ռուսաստանում նաեւ կար, կոչվում էր թզուկների սունկ։ Ինք հալյուցինացիաներ առաջացնող սունկ էր։ Ոստվացի։ Որի եւս մեկ տեսակը հայտնաբերել են Չինաստանում, որ այդ հալյուցինը թզուկների սունկը Արգենտինայում եւ Ռուսաստանի Դաշնությունում ոնց որ թե կար ու նրա 10-ին պատկանող եւս մեկ տեսակ գտել են Չինաստանում։ Նոր սնկի տեսակներ են, հա։ Հետաքրքիր է, ինչի է այնքան նոր հայտնվել երկրագնդի վրա։ Ոչ թե նոր է հայտնվել, այլ ֆլորայի եւ ֆաունայի 300,000 տեսակից մոտավորապես 50,000 տեսակն է մարդկությունը բացահայտել։ Այսինքն
ծառեր, ծաղիկներ, բույսեր կան, որոնց դեռևս չեն ուսումնասիրել, քանի որ ավոր նախնական մոտ 300,000 տեսակ են ճանաչել, որոնցից ընդամենը 50-60,000 տեսակն է մարդկությունը ուսումնասիրել, հասցրել ուսումնասիրել, ճանաչել։ Պատկերացնում եք, մոտ 240,000 տեսակ դեռ անհայտ է։ Ինչ թունավոր խնդիրներ կարող է առաջացնել, ինչ օգտակար լուծումներ ունի, ինչպիսի հիվանդություններ կարող է բուժել կամ առաջացնել, դեռևս այդ 240,000 տեսակինը որոշված չէ։ Նա շատ հետաքրքիր է, դու կարդացել ես Կաստանյեդա ամբողջ մի քանի հատոր գիրք է եւ ամբողջ այդ հատորների մեջ նկարագրում է սնկի տեսակները, որ դու ասում ես ինչ է առաջացնում, հա։ Այդ գիրքը հիշեցի, որ բանում Մեքսիկայում կան այդպիսի սնկի տեսակներ, ոնց են հայթայթում այդ սնկերը, ոնց են օգտագործում, ինչ օրի են ընկնում։ Իրականում դեսնկերի մասին տեղեկություններ ունեի, վերջերս ուսումնասիրում էի մեղրերի պատմությունը։ Գիտեք, որ կանաչ մեղր կա։ Կանաչ մեղր։ Կանաչ մեղր, սպիտակ մեղր, Սպիտակը գիտեմ։ Սևը լսել եմ։ Ուրեմն ամենաբանը հենց նույն այդ սնկի էֆեկտով սև մեղրն էր, որը ինչ-որ մեղուների տեսակ է ստանում ու այն նույնպես հալյուցինացիաներ է առաջացնում ու մարմնի պարալիչ է առաջացնում։ Ոյ, կոնկրետ չափականակը է, եթե ճիշտ եմ հիշում, 15 գրամից ավելի եթե մարդը ուտեր, արդեն իր մոտ խնդիրներ առաջանում, վերջույթները չէր զգում։ Փաստորեն ստացվում է, որ պետք է քչակերությամբ զբաղվել, հա։ Կոնկրետ մեղրի մասով։ Հիմնականում անտառներում երբ որ հայտնվում եք, աշխատեք ոչինչ չուտել անտառներից։ Դրա համար ուսումնասիրեք բնությունը, ձեզ շրջապատող կենդանիներին ու բուսականությունը, որպեսզի իմանաք դժվար պայմաններում ինչից կարելի է օգտվել, ինչից չէ։ Դե արի սովորացրում ես։ Դե պետք է գնանք բնություն։ Այդ բարագայում գնանք բնություն, որտեղ պատմելով դա շատ հետաքրքիր ֆորմատ կարող է լինել, գուցե ամառը գնանք եւ փորձենք չեմ լինի անտառային պայմաններում գոյատևել մեկ օր։ Ես մեծ սիրով պատրաստ եմ։ Շատ լավ, քո հետ կարելի է գնալ անտառ եւ կորել եւ սոված չմնալ։ Ահա թե ինչպիսի խոհարար ունենք մենք։ Հիմա թոքը բարակ, ինչպես մեր շատ սիրելի, ինձ թվում է երբ այդպես մարդ չկա, որ դժվժիկ ֆիլմը չի սիրում։ Չէ, չկա տենց մարդ։ Չեմ պատկերացնում մարդ, ով կարող է ասել ես չեմ սիրում։ Հատված կա է, որ ասում անցած տարի շուկայում Նիկողոս աղային հանդիպեցա, խորժակով չի գրերում կաշեր։ Միշտ ոնց որ ամեն անգամ դժվժիկի մտերք առնելուց այդ հիշում եմ։ Շատ այդպես դրական էմոցիաներ տրամադրող, շատ դաստիարակչական ֆիլմ է։ Չէ, իհարկե կլինեն մարդիկ։ Հայ ֆիլմ կինոստուդիայի։ Այո, մարդիկ կլինեն իհարկե, որ չեն հավանում, անհավան մարդիկ գոյություն ունեն, որ դժվար թե ոնց է լինի այդ ֆիլմի մեջ իրենց ինչ-որ մի մասնիկը գտնեն։ Տուժողի կամ ճիշտ ես ասում։ Տուժողի դերում իրանք միևնույնն է կգտնեն իրենց, հա։ Բուսայողը մի փոքր տաքացնելուց հետո արդեն ավելացնում ենք կարագը։ Բրինձը ընտրում եմ դու ասա աչքով ինչքան լցնեմ։ Լավ է։ Լավ է։ Դու քանի պայքարում ես գազի հետ, ես կտանեմ եւ սա կեփեմ մեր կողքի տաղավարում։ Դեմ չես։ Դեմ չեմ։ Դեպք է անպայման քո աչքի առջև լինի։ Չէ, այս անգամ ձեզ վստահում եմ։ Շնորհակալություն։ Լավ, Համլետ, պատմի դանակներդ ինչպես հայտնաբերվեցին։ Սովորական ժամանակ ներկայացրեցին, որ կորել են, հետո գնացի աշխատանքի վայր, այնտեղ մեր աշխատակից կանանց մեկը բակո դանակները այնտեղ լվացել դրել ենք, ասի այսքանից հետո հանային եթեր ենք տվել, մնում ոստիկանություն դիմենք, ոչ չգտնեիք։ Մտակ հետքերով ոստիկանություններ գալու արդեն։ Դանակների հետևից չէ ոստիկանություն։ Իրականում յուրաքանչյուր խոհարար կապված էր դանակի հետ ու շատ կրիտիկական էր, որ չկար դանակները։
ասես մի կեսս չլիներ։ Հա։ Իսկապես այդպես է, ես գիտեմ, որովհետև ինչքան խոհարար տեսնում եմ, ասում եմ պատմիր քո դանակների մասին։ Հենց մեր առաջի հաղորդումը իդեպ այդպես էլ սկսվեց։ Ինչ է քեզ համար քո դանակները։ Հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան, հետո կորան դանակները, հետո վերադարձան իրենց։ Իրականում հաճախակ է լինում, որ շատ մեծ գործերի ժամանակ ու շատ այդպես ակտիվ գործերի ժամանակ դանակներից կորցնում ենք ու ժամանակ առ ժամանակ սկսում ենք փնտրել ու հետքը գտնել։ Իդեպ ասեմ, որ դանակներիցս այս Սանտոկու տեսակի դանակի միթայի մոտ 4 տարի առաջ կորցրել էի։ Երեք աշխատակիցներից մեկը ասաց, որ գտել են Քայքի ռեստորանից մեկում է գտնվում։ Ինչ հետաքրքիր է, բայց ինչպես ես դու կորցնում քո դանակները։ Ոնց ասեմ։ Օրինակ ես իմ գործիքները միշտ վերցնում եմ, նոր եմ հեռանում այնտեղից, որտեղ Դուք իմ գրաֆիկով չեք աշխատում։ Չէ, ես էլ եմ շատ ծանր այսպես գրաֆիկով աշխատում, բայց ես կույս եմ ամսով։ Կույսերը իրենց իրերի տերն են։ Դու ինչ ես։ Ես ձուկ եմ։ Ձուկ ես։ Լողում ես էլի քեզ համար մոռանում ես պահի տակ։ Ոչինչ։ Իրականում շատ բարդ է մասշտաբային գործեր ու մի քանի լոկացիաներ երբ որ անում ես, որտեղից տեղափոխվելու արդյունքում ժամանակ առ ժամանակ իրերը կորցնում ես։ Ու այդ հիմնականում այս սեզոնային կարգավիճակով է, երբ որ բացօթյա միջոցառումները մեկը մյուսին հաջորդելով, որ օր ու գիշեր իրար հետ խառնելով աշխատում ես, շատ հավանական է, որ ոնց է լինի գոնե մի հատ դանակը կորցնես։ Իսկ եղել է, որ պատահական նետել ես աղբի մեջ եւ վերջ։ Չէ։ Չէ։ Հիմնականում գիտես, որ դանակներն են աղբի հետ գնում, կարտոֆիլ մաքրելու։ Հա, դրանք լինում են, օգնականները որ կորցնում են, բայց մեր դանակները հիմնականում տեղափոխության ժամանակ են կորում։ Այսինքն ես ակետից բեկետ պետք է տեղափոխվում հաջորդ միջոցառմանը, բեռնա փոխադրող մեքենայի մեջ բարձվում է ու գնալուց մի խոհանոցում դատարկում են, հետո ապրանքը վերցնում են մյուս խոհանոց են տանում ու այսպես ճանապարհին, ինչպես երբ որ Եվրոպա կամ ինչ-որ մի այլ երկիր տեղափոխվելուց հաճախ բեռը կորցնում են, նույն ձև մերն է, դանակները կորում են, հետո որևիցե մի խոհանոցում հայտնվում են։ Բարձա։ Քանի մենք սոխի հոտերի մեջ ենք, ես քեզ ուզում եմ թարմացնել եւ իհարկե Միլկինի յոգուրտները քո սիրելի իդեպ։ Ընտրությունը քոնն է, ըմպելի։ Հարմար է։ Այս պահին ըմպելի եւ մեզ է միանում Պամելան, ողջույն Պամելա, այս ինչ է, հարևաններն են եկել ձեր տուն։ Բարև իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Այո, հարևաններս են եկել, ինչպես ասում են, Միլկին փարթի ենք անում։ Գալիս են խմելու, հա, ուտելու Միլկին։ Հատկապես շաբաթ կիրակի օրերին պարտադիր հավաքվում ենք, ուտեստներ ու թխվածքներ ենք պատրաստում ձեր բաղադրատոմսերով։ Միլկինի համեղ յոգուրտներ ենք վայելում։ Այնքան ենք զրուցում, մոռանում ենք մեր դարդերի մասին եւ չենք էլ զգում, թե օրը ինչպես անցավ։ Ված չի ասեմ, ես էլ կգայի սիրով։ Համեցեք, երբ ուզում եք, սիրով սպասում եմ ձեզ լիքը սրտով, էլ չեմ ասում, որ սառնարանս էլ միշտ լիքն է Միլկինով։ Դե մենք տաղավարում ենք քան Միլկին ունենք, որ ուղղակի կգամ սուրճ խմելու։ Ինտերները միշտ բաց են ձեր առջև, անհամբեր կսպասեմ։ Վայ հարևաններիս սուրճ պիտի տայի։ Դե լավ, դուք պատրաստեք դժվժիկը, իսկ ես խոսեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Կարոտել էի Միլկինը, մի շաբաթ մոռացել էի, որ կարելի է Միլկին օգտագործել, իսկ դուք մի մոռացեք։ Խմեք, կերեք լավագույն յոգուրտները։ Ոչ թե մոռանում ենք, ընկնում ենք գործով ու ժամանակ չենք կարողանում տրամադրել։ Քո կրակի հետ ինչ որ բոցավառումներ են տեղի ունենում։
Ահա, ձեթը, կարակը, սոխը, բարակ, դժվժիկը, բարակ, կտրատեց, կրակը բարձր, բայց մեզ մոտ բարձր է։ Բարձրը մի բան էլ ավել։ Այսա կտրայքել։ Դու հենց ֆիլմի միջի դժվժիկն ես պատրաստում, հա։ Չէ, մի փոքր տարբերվող է։ Հա, Այստեղ օգտագործում ենք աջիկա եւ թարխուն։ հա, ճիշտ է։ Այնտեղ սոխը, բիբերը բարակ։ Այնտեղ ամբողջական սիրտ թոք են օգտագործում, մեր պարագայում մենակ թոք ենք անում։ Շատ հետաքրքիր համադրելի համ է լինում թարխունով դժվժիկը, որը պետք է մատուցենք ոսպով։ Մենք մինչև տապակենք, արդեն պարզ կլինի ձեզ ընթացքը, տապակում ենք մինչև լինի ոսկե գույն, դուք կարող եք բաղադրատոմսը հենց հիմա տեսնել ձեր էկրաններին, իսկ մենք կմիանանք մի քիչ հետո, երբ որ կրակի հետ կպայքարենք, կտապակենք։ Եվ այսպես դժվժիկը արդեն տապակված է, բրինձը եփվել է, ոսպը եփվել է։ Շարունակում ենք։ Դու համեմել ես ընթացքում։ Չէ, մենակ ոսպն եմ աղարել, մի փոքր։ Հիմա մի քիչ ավելացնում ենք արտֆուդի աջիկան արդեն մեր Արտֆուդի աջիկա եւ մեզ է միանում Միմին, ողջույն Միմի։ Ողջույն սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Շատ լավ դուք։ Ես միշտ հրաշալի տրամադրություն ունեմ։ Ինչպես տեսնում եմ, դժվժիկը պատրաստում եք արտֆուդի շատ համես աջիկայով։ Իհարկե, առանց ձեր աջիկայի չի լինի։ Շատ նախորժելի տեսք ունի, այդ բաղադրատոմսով երբեք չէի պատրաստել, այնպես որ կփորձեմ։ Դե դուք շարունակեք, իսկ ես պատմեմ արևահամ արտֆուդի մասին։ Արտֆուդը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Արտֆուդ, քո հողից, քո ձեռքերով, քո տուն։ Շնորհակալություն։ Աջիկան ավելացնելուց հետո արդեն խառնում ենք համասեր զանգված ստանանք, որպեսզի այն ամբողջությամբ տարածվի։ Հետո արդեն ավելացնում ենք թարխունը։ Իսկ կրակը քեզ պետք է։ Պետք է այդ ընթացքում, քանի որ արդեն բրինձը կողքի տաղավարում շոկ է խաշել եւ մոտեցրել եք, բրինձին ավելացնում ենք բուսայուղ եւ կարակ։ Մի փոքր տաքացնելուց հետո արդեն ավելացնում ենք ոսպը։ Հետաքրքիր ու տեստ։ Իսկ սա չես համեմել, չէ՞ դեռ։ Ոչ։ Սա համեմում ենք միայն աղով, քանի որ թարխունը ագրեսիվ է մյուս համեմունքների նկատմամբ։ Դրա համար հիմա ավելացնում ենք թարխուն։ Տապակում ենք թարխունի հետ միասին։ Թարխունի հետ միասին տապակում ենք։ Կրակի հետ չենք խաղում։ Թեթև գործողություններ ավելի ոչ պրոֆեսիոնալ պիտի անես ստիպված։ Եվ քանի ես անհամբեր եմ արդեն պատրաստել եմ հապսեները, դանակը, պատառաքաղը եւ սպասում ենք։ Ասում եմ, չէ՞ մի խաղա այդ կրակի հետ։ Անջատվել է։ Ոչինչ, մերը մոտ արդեն պատրաստ է համեմելու process-ը։ Մի քիչ հետո էլ ոչինչ չի լինի, կլացեն մեր հետևից։ Համեմում ենք մառանիկի աղ։ Համլետ, դու քանի բաղադրատոմս գիտես դժվժիկի։ Շատ գիտեմ, մի 15-ը կարող եմ պատրաստել հաստատ։ Բայց հիմնականում հիմքը նույնն է, չէ՞։ Հիմքը բոլորին նույնն է։ Սոխ, տապակել։ Սոխ ամենակարևոր ինգրեդիենտները, ջիգրերը ու սոխը։ Մնացած արդեն իմպրովիզի վրա, թարխունով կարող է լինել, ռեհանով կարող է լինել, համեմով կարող է լինել։ Այնտեղ կարող ենք սերուցքային սոուսով անել, տոմատային սոուսով, աջիկայով, թարմ բանջարեղենով, բուլղարական պղպեղներ, տեղ-տեղ լինում է նաև անգամ գազեր են ավելացնում, որին համար այդքան էլ հաճելի չի, քանի որ համը ավելի շատ փոխում է։ Նաև խոշոր են տապակում, չէ՞, sense մեծ կտորներով են տապակում։ Դրան էլ շատ կողմնակից չեմ, որովհետև ճիշտ ջերմային մշակում անցկացնելու դեպքում հաս կտորները
երեսը կեղապատման մեջը չեն հասնում եփվել։ Կամ հակառակը։ Թոքնել այնպիսի product է, որը շատ արագ ջերմային մշակում պետք է անցնի։ Դրա համար խորհուրդ չեմ տալիս, դրա համար է հատուկ սոխը բարակ, ջիգրերը բարակ։ Մարդիկ 100 տարի պատրաստել են, գիտեն, անգամ ֆիլմ են նկարել դրա մասին։ Իսկ եթե չեն սիրում սոխառաստ, այդ դեպքում կարող են նույնը անել առանց տապակելու սոխ։ Առանց սոխի կարող են ընդամենը թոքը տապակել, լուսավորի կարագի վրա ավելացնել մի փոքր աջիկա, թարխուն, կամ եթե թարխուներ չեն սիրում, համեմ ունենք, մաղադանոս ունենք, ռեհան ունենք, կանաչ ռեհան ունենք, տեսականին լիքն է, պատրաստման եղանակները տարբեր են, կարևորը պատրաստեք սիրով, մնացածը ստացվելու է։ Շատ լավ։ Ես անցնեմ մատուցմանը։ Անցնենք մատուցման։ Այսպես ինձ օգնության է գալիս մեկ րոպե, իսկ մեկ այստեղից սկսեմ։ Ես քիչ եմ ուտում, շնորհակալություն։ Փոքր էսթետիկ երեսկություն, որպեսզի կարողանանք ապահովել։ Դու արդեն Արդեն իմ մասնագիտությունն է, նայ։ ձևավորել ֆորմատը։ Գեղեցկություն։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Շնորհակալություն։ Դե փորձում ենք։ Արագ հեշտ պատրաստող մեկ րոպե։ Այո, Դե ինչ, բարեախորժակ։ բարեախորժակ։ Փորձում ենք։ Ինչ հետաքրքիր է, թարխունի հետ միասին։ Լավն է։ Շատ լավն է։ Պատրաստեք, անպայման պատրաստեք, իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։ Հաջողություն։ Ոնց ինչ լավն է, սոճնի։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։